Ուրեմն Երևանի պետական համալսարանից դասախոսի հեռացմանը պետք է ասեմ, որ նախարարությունն է ստացել բողոքը եւ ուղարկել բուհին դիտարկման, այսինքն այդ իմաստով տեղեկատվությունը փոխանցվել է նաեւ նախարարություն եւ իմ ունեցած տեղեկություններով խոսքը մեկ միջադեպի մասին չի, այլ խոսքը շարունակական վարքի մասին է։ Եվ ես կարծում եմ, որ ուսանողները բավարար հասուն մարդիկ են գնահատելու իրենց մատուցվող նյութի բովանդակությունը եւ նպատակը։ Եվ ամենևին չեմ կարծում, որ կարելի է հեշտությամբ մանիպուլացնել մեր սովորողներին։ Եվ չեմ կարծում, որ դասախոսները պետք է զբաղվեն դրանով։ Գիտեք, մենք պետք է սովորենք այն մոտեցմանը, որ կրթությունը մի բան է, որի համար դու վճարում ես։ Եվ եթե դու վճարում ես, դու պիտի ստանաս որակյալ գիտելիք, հմտություն, կարողություն։ Հատկապես բուհում, բարձրագույն ուսումնական հաստատությունում քո անցկացրած ամեն րոպեն ու ամեն ժամը պետք է ունենա իմաստ ու նպատակ։ Ժամավաճառությամբ զբաղվելը, ինչը տարիներ շարունակ ընդունված է եղել, կենցաղային խոսակցությունները, այլև այլ նպատակներով ու օրակարգերով լսարաններ մտնելը, որը մեր բոլոր բուհերում էլ մի տարածված բան է եղել եւ շարունակում է մնալ տարբեր դասախոսների պարագայում, չպետք է հանդուրժեն առաջին հերթին մեր ուսանողները։ Ու եթե չեն հանդուրժում, շատ ճիշտ են անում։ Ու ես կարծում եմ, որ անթույլատրելի է հատկապես այդ խնդիրները բարձրաձայնող ուսանողներին թիրախավորելը։ Սա ինչի մասին է, որ խնդիր կա չխոսենք այդ մասին։ Իսկ գուցե դասախոսը որպես չափահասանց գնա հայաց գցի իր գործունեությանը։ Երբ որ ես դեռ ժամանակ ունեի դասախոսական գործունեությամբ զբաղվելու, ամեն ժամը, որ անցկացնում էի լսարանում, անընդհատ մտովի հետադարձ կապի մեջ էի, որ հասկանայի այն, ինչ ես անում եմ լսարանում, պետք է այդ ուսանողներին, թե չէ։ Առաջին հերթին իրենց օգնում է ինչ-որ մի բան հասկանալու, պատկերացնելու իրենց մասնագիտությամբ։ Թե չէ գիտեք, ինքնահաստատման եւ սեփական օրակարգերը սպասարկելու համար լսարան մտնելով ոչ մեկին չես զարմացնի, բողոքը ստացել է նախարարությունը ուղարկել է բուհ, դեռևս մենք չենք ստացել որևէ բան ազատված դասախոսից, կստանանք ըստ ընթացակարգի կքննարկենք իհարկե։ Մեր երկիրը իրավական երկիր է եւ օրենսդրության բոլոր պահանջները գործում են բոլորի նկատմամբ։ Ինչ վերաբերում է Հովհաննիսյան ինստիտուտին տրված դրամաշնորհին,